Ֆոտո չարինք ինձ գործոմին։ Մութ անկյուններից եմ ուզում խոսանք իրար հետ, ինչ կարծիքի ես։ Բիրժաների մութ անկյունները հանենք ջրի երես իրար հետ այսօր։ Կուսակը միջև 246 բիրժա կա։ Այս բայդրությամբ իհարկե մենք liquid pool հետ կապված խնդիր չունենք, որովհետև մեր համար այդ բոլոր գործառույթները անում արդեն բիրժան։ Չի ստուգվում այդ պրոյեկտը նոր ընդունվում։ CoinMarketCap-ի կողմից։ Օրինակ Binance-ը մոտավորապես 492 վերջին հայացքով 492 տոկեն ուներ, մինչդեռ Mex բիրժան ունի մոտավորապես 2000 տոկեն լիստինգ արած։ Թողարկվում է ինչ որ մի բիրժայում, կոչվում է այդ բիրժայում լիստինգ, թողարկումը։ Տոկենոմիկան ու roadmap-ը, իրանք կլուչեվոյ sense տերմիններ են։ Ուզում ես ասես, որ scam token-ը, այսինքն խարդախ կամ ոչ իրական token-ը չի կարող հայտնվել կենտրոնացած բիրժաներում, քանի որ պայմանները տարբերվում են, scam token-ները շատ շուտ հայտնվում են Mex բիրժայում։ Երբ որ բիրժան հասկանում է, որ այդ պրոյեկտը հավանական կրախի պատճառ կարա լինի, այդ token-ը ուղղակի հեռանում է։ Իրան դելիստ են անում շատ արագ։ Ցեքսերը ավելի շատ մարքեթինգային միջոցներ են կիրառում, ավելի շատ գրավում են, հա, ոչ թե գայթակում, ավելի շատ գրավում են մարդկանց ու բոլոր նորեկ առաջինը սկսում է ցեքսից։ Օրինակ Binance-ը ունի SAFU ֆոնդ։ Երբ որ հանկարծ force majeure-ային ինչ-որ իրավիճակ լինի, hack լինի եւ այլն, մենք մեր ակտիվներից կարող ենք արագ փոխհատուցել մեր user-ների կորուստները, ասած ասած, որը մեր պատճառով է եղել։ Խոսենք սկամերից, որպեսզի մեր դիտորդները ավելի իմանան անվտանգ օգտվել ու զգուշ լինել։ Ինչ տեսակներ կան ընդհանրապես, խոսենք դրանից։ Խոսեցինք honeypot սկամի տեսակը, իրանից ներկայացնում է սիտուացիա, երբ որ դու գնում ես որևէ ակտիվ, բայց չես կարողանում իրեն վաճառես։ Այսինքն այդ պրոյեկտի մասին ամբողջ ինֆորմացիան կարելի է վերցնել։ Rug pool-ն, երբ որ դուք տեսնում եք, որ տոկենը օրինակ ամառաճում է, իրոք ամեն ինչ լավ է, դուք գնել եք տոկենը, բայց այսպես ասած կավիռը ձեր տակից քաշվում են, այսինքն liquid pool-ը ուղղակի փակում են, վերցում են ամբողջ գումարները եւ հեռանում են։ Եվս մեկ սկամի մասին էի ուզում խոսել։ Օֆիսները, ովքեր սկսել են trading sense բացատրել, սովորացնել, ուսուցանել, չգիտեմ, sense բաներ։ Ամեն քայլը փոխել։ Ագրեսիվ մարքեթինգ են օգտագործում, շատ ագրեսիվ մարքեթինգ, կան հրավիրեն հայտնի աստղեր, չգիտեմ, սեղանի վրա դոլարներ լինի, sense չգիտեմ, տան բանալիներ, բան, ես ասա աշխատել եմ 3 ամսում, խնդրում եմ մի հավատացեք այդպես բաների, չկա տես բան։ Հիմա շատ լավ մոդա է այդ ամեն ինչը, ամեն սոցիալական երկրորդ սոցիալական կայքը, թրեյդինգ, ուսուցում, կրիպտո եւ այլն, բիթքոին թրենդային բառեր են, չէ՞։ Եվ ինչ որ սկսում են վաճառել ուսուցում, բայց այդ ուսուցումը ինչ որակ ունի, այսօր չգիտենք, ոչ մեկս։ Ողջույն իմ դիտորդներ։ Եվս ոդկասթային օր, եվս շատ հետաքրքիր հյուր։ Իմ հյուրը այսօր Web3 community manager, չեմ ասի որ բորսայի, բիրժայի, բայց ամենաճանաչված բիրժաներից մեկում community manager Ռազմիկ Ստեփանյանն է հյուրս։ Ռազմիկ ջան, ողջույն։ Ողջույն Ստելա ջան, շնորհակալ եմ շատ հրավերի համար։ Ճիշտ է, ասացիր, այդ բորսայի անունը չեն կարա տանք, ուղղակի NDA-ը չեն կարա հրապարակենք, բայց այդ բորսայում արդեն 3 տարվա աշխատանքային փորձ ունեմ, զարգացնում ենք հայկական կրիպտո community-ին։ Ռազմիկ ջան, շատ տեղեկացված ես, մեր դիտորդները հələ չգիտեն դու ինչքան տեղեկացված ես, բայց ասեցիր հենց բորսայում 3 տարվա փորձ ունես, բայց կոնկրետ ոլորտով հետաքրքրված ես, մոտավոր 7 տարի կլինի, չէ՞, իմանալով 8 տարի կլինի։ Անկեղծ ասած դիտորդներ ջան, մենք միշտ podcast-ից դուրս Ռազմիկ հետ շատ հետաքրքիր զրույցներ ենք ունենում, շատ հետաքրքիր բանավեճեր ենք ունենում ու որոշեցի ինչու՞ չէ կիսվել ձեր հետ այդ բանավեճերը։ Հիմա չգիտեմ կարողանանք կրկնել նույնը թե չէ, բայց ես մեծ սպասումներ ունենք, կանենք, չէ՞։ Բա իհարկե։ Ես մեծ սպասումներ ունեմ, որ այսօր մենք շատ հետաքրքիր զրույց ենք ունենալու։ Ռազմիկ ջան, գիտես ինչ թեմաներ եմ ընտրել, որը որ ես իմ դիտորդների հետ չեմ կիսվել։ Ինչ են Իրանից ներկայացնում կենտրոնացված բիրժաներ, ոչ կենտրոնացված բիրժաներ, բայց չենք խոսալու զուտ միայն որը ինչով է տարբերվում, այլ մութ անկյուններից եմ ուզում խոսանք իրար հետ, ինչ կարծիքի ես։ Բիրժաների մութ անկյունները հանենք ջրի երես իրար հետ այսօր։ Իրականում մութ անկյուն ասածը մի քիչ շատ սկեպտիկ հարց է, որովհետև մի կողմի համար կարա ինքը լինի մութ անկյուն, մյուս կողմի համար ոչ այդքան։ Պետք է սկզբից հասկանանք այդ բիրժաները իրենց ինչով են տարբերվում, իրենք ինչ բիրժաներ են, ինչն է իրանց գլխավոր առավելություններն ու թերությունները, դրա մենք արդեն հասկանանք իրենք
ցենց ասած թաքնված ինչ անկյուններ ունեն, որոնք կարող են բացահայտել, այո։ Բայց մեր համար ամենակարևորը հիմա հասկանանք ինչա սեքսը, չէ՞, ամենասկզբից։ Նախ Ռազմիկ ջան, ասեմ, իմ ոդկասթերը ոչ միայն ուղղակի զրույցներ են, բանավեճեր, այլ նաև ինֆորմատիվ պետք է լինի։ Օրինակ, ես ունեմ սկսնակ դիտորդ, ով չգիտի, որ կենտրոնացված բիրժային ասում են sex, ապա կենտրոնացվածին ասում են dex, ես մի երկու սենց սուղ հատկություն առանձնացնեմ, մնացածը տալիս եմ քեզ խոսքը։ Կենտրոնացված բիրժաները միջնորդ են հանդիսանում, իսկ ապա կենտրոնացվածները ոչ մենք անմիջապես մեր գործողությունը անում ենք հենց բլոկչեյնի վրա, այսինքն չկան մեջնորդներ, ես իմ կրիպտոն գնում եմ անմիջապես, հա, բլոկչեյնի վրա եմ կատարում իմ գործողությունները, բայց կենտրոնացված բիրժան ինքը միջնորդ բանկերի նման հանդիսանում են միջնորդներ, նաև այնտեղ իհարկե ուզում են վերիֆիկացիաներ, մենք միշտ ասում ենք, որ անհանանություն է ապահովում կրիպտո Սեքսին չվիրավորենք բանկ ասելով եք, որովհետև սեքսերը շատ կվիրավորվեն։ Բայց ամեն դեպքում համեմատելու տեսանկյունից համեմատենք, հա, մենք անանունություն պահում ենք, ապա կենտրոնացված բիրժաներում, երբ որ գործողություն են կատարում, այնտեղ չկա ոչ անուն, հա, լրիվ անանունությունը պահում ենք, բայց կենտրոնացված բիրժաները պահանջում են վերիֆիկացիան, ասեմ իմ դիտորդներին անձի հաստատումն է, ու այս երկու տարբերությունները զուտ, որ իմ դիտորդները պատկերացնեն, որ ինչ հետաքրքիր բանավեճ է սպասվում, Ռազմիկ ջան, ներկայացրում ես։ Սեքսերը նույն ցենտրալիզացված exchange-ներն են, որոնք մեզ ամենաշատ հասանելի են։ Բոլորս էլ ով որ սկսել է իր աշխատանք, օրինակ համար կրիպտո գնում, փոխանցումներ եւ այլն, սկսել ենք սեքսերով մեծ մասամբ, հա։ Օրինակ դու հաստատ օգտվում ես, չէ՞, սեքսերից։ Սեքսերից ամենահայտնին Binance-ն է։ Ամենամեծ exchange-ն է, ամենալավն է, չեմ գովում, ուղղակի Լավ, ինչին Հայաստանում Binance ասում։ Մենակ Հայաստանում չի, ուրեմն ռուսերենով մանավանդ, որ իրանք գրում են, Binance չեն գրում են Binance ու տենց մնացել է մարդիկ, որ ռուսներից եկած ինքը Binance-ն է ու բոլորը իրան Binance են ասում, այդ ընկերության անունը Binance է։ Դες որ եկեք իրան ճիշտ ասեն։ Կարդացվում է Binance, բայց մենք խոսում ենք մեր իմացած ճանաչված Binance-ի մասին։ Մենք ունենք շատ հայտնի exchange-ներ։ Binance-ից հետո գալիս է Coinbase, ունենք ամերիկյան, որին մենք հասանելիություն չունենք։ Ունենք OKX, ունենք Bybit, ունենք Bitget եւ այլն, Excel-ի քանակը, Gate.io ունենք, այնտեղ Mex ունենք, ցուցակը միջև 246 բիրժա կա։ Այս բայդրությամբ դրանցից մեծ մասը Հայաստանում հասանելի չեն, որովհետեւ կան բիրժաներ, որոնք օրինակի համար աշխատում են մենակ Հնդկաստանի քաղաքացիների համար լոկալիզացված բիրժաներ։ Օրինակ գիտես, որ մենք ունենք Binance Kazakhstan, որը միայն Կազախստանի քաղաքացիների համար է, որովհետև ըստ իրանց ռեգուլյացիաների է աշխատում ու որոշակի ռեսուրսներ կան, որոնք հասանելի չեն Կազախստանի ռեզիդենտների համար։ Հիմա նույն ձև ունենք Ուզբեկստանի համար, Ամերիկայի համար Binance US եւ այլն։ Ոնց էքսերի միտքը Հայաստանում մենք խնդիր չունենք, ընդհանրապես դեռ խնդիր չունենք։ Հոսանք որ չենք ունենա ու խելքի կգամ կենտրոնական բանկը, այո։ Հիմա ամենակարևոր հարցերից մեկը, այս էքսերը ոնց են աշխատում։ Միջնորդի պահը ընդունում է։ Ինքը աշխատում է միջնորդներով, այսինքն որպեսզի կատարենք որևէ գործարքներ, մեզ պետք է ամենաառաջին գրանցվել հարթակում, ճիշտ է։ Գրանցվելու ժամանակ մենք ինչ ինֆորմացիա ենք տալիս։ Տալիս ենք անձնական տվյալները մեր, որը կոնֆիդենցիալ ինֆորմացիա է, մենք ամեն մեկին մեր անձնագրի տվյալները չենք տա, ճիշտ է, չէ՞։ Իհարկե։ Ստեղծում ենք գաղտնաբառեր, ուղարկում ենք նկարները մեր անձնագրային տվյալների, մեր սեփական ID-ն ենք անցնում եւ այլն։ Դրանից հետո, երբ որ դու կատարում ես որոշակի մեծ գործարքներ, ինչ կարա exchange-ը անի, ինքը կարա ուղղակի քեզնից պահանջի source of funds, այսինքն որտեղից քեզ այդ կրիպտո ակտիվները, ու սկսեն անալիզ անել, թե որտեղից է փոխանցվել, ինչ փոխանցումներ են եւ այլն։ Բացի դրանից յուրաքանչյուր գործարք, որ այնտեղ կատարվում է, պետք է չմոռանանք, որ ունեն AML բաժին, compliance բաժին, ով ստուգում է յուրաքանչյուր տրանզակցիա։ Այդ կրիպտոյի մեր ամենասիրած ապահովում անվտանգությունը, չէ՞։ Այ ուրիշ ձև նայենք, էլի մենք կրիպտոյին ոնց ենք вообще հասկանում կրիպտոն, անոնիմ, դեցենտրալիզացված փոխանցումների համար, ճիշտ է օրինակի համար։ Հիմա մենք այդ ամեն ինչը չենք կարողանանք exchange-ով խի, որովհետև այդ փոխանցումները առաջին ստուգվում են այլ անձանց կողմից, մակրությունն է ստուգվում կրիպտոյի, ուրա փոխանցվել եւ այլն, ըստ դրա արդեն կանան որոշեն կասեցնեն քո հաշիվը, կանան թողեն որ դու գործարքներդ կարողանաս կատարել։ Մի շարք հարցեր կան, որում compliance-ը շատ մեծ դեր է խաղում, ու նույն օրինակով KYC անցնելու ժամանակ քեզ կանան թույլ չտան գրանցվել հարթակում, որովհետև դու օրինակի համար Աֆղանստանի քաղաքացի ես։ Այս վերդրությամբ կան 15 երկրներ ու մի քանի շրջան, օրինակ Դոնեցկի շրջանը, Լուգանսկի շրջանը, որտեղ քաղաքացիները չեն կարա գրանցվեն այդ բիրժաներում, նույն Telegram-ի բիրժայում չեն կարա գրանցվեն, wallet-ի մասին է խոսքը, նույն Binance-ում եւ այլն, որովհետեւ տենց խնդիրներ կա։
Նույնը DEX-երի մասին չի։ Խի, որովհետև DEX-երը դեցենտրալիզացված exchange-ներն են։ Ուրեմն սա միտքը որն է։ Դու աշխատում ես առանց միջնորդների։ Քեզ որպեսզի դու կարողանաս բլոկչեյնի հետ աշխատես, ինչա պետք wallet։ Wallet-ը hot wallet-ի մասին է խոսքը։ Դրամապանակ, էլեկտրոնային դրամապանակ, ոչ մի վերիֆիկացիա եւ ազատ գործողություն։ Հա, քեզ պետք է ուղղակի քո wallet-ը, որը դու կցում ես connect wallet, ասենց կոճակով ստիրում, սխմում ես իրան, ստորագրում ես smart contract-ը ու դրա միջոցով դու հասանելիություն ես ստանում արդեն DEX-ին, exchange-ին, որտեղ բոլոր գործառույթները կառավարվում են արդեն ոչ թե անձանց կողմից, այլ smart contract-ների կողմից։ Smart contract-ները իրականում դա շատ պաֆոսնի է հնչում, ճիշտ ասենք, էլի, բայց smart contract-ը ուղղակի կոդի կտոր է, ով գրած է որ ինչ որ սիտուացիայում պետք է անի որոշակի գործողություն։ Հասկանալով որ սիտուացիան դրված կոդ, որը ավտոմատ կատարում է նախորոք պայմանավորված գործողություն։ Նախորոք ինչ տալիս է ծրագիրը, որով այսպես ասած ինքը հասկանում է, որ այդ ժամանակ պետք է կատարվի, པարզ եմ ասում, էլի հասկանալ է, այնտեղ լիքը չեկեր կան, բայց ինքը հասկանում է, որ պետք է այդ ժամանակ կանչվի ու կատարվի, ինքը կատարում է այդ գործառույթը, ասենց ասած, էլի։ Այդ ամբողջը թափանցիկ է։ Այո, դու DEX-երում կատարած քո յուրաքանչյուր գործողություն կատարում ես ոնց, կատարում ես smart contract-ներով։ Ուրեմն մեզ հասանելի ցեքսերում ոնց է սիտուացիան։ Երբ որ դու ուզում ես օրինակի համար ինչ որ X արժույթ առնես, հա, քեզ պետք է order book, ճիշտ է։ Վաճառողներն են, չէ՞, պետք է որ դու order book-ում տեսնես ով է վաճառում, դու բացես կամ limit order, կամ ռինեշնի order-ով, ով որ վաճառում է, իրենից գնում կատարես։ Տենց է։ Տենց է։ DEX-ում չեն կարա, չէ՞, այդ մեխանիզմը ինտեգրեն։ Ու ինչ են անում այդ ժամանակ։ Օգտագործում են AMM-ը։ Ավտոմատիզացված market maker-ն։ Ինքը էլի smart contract-ը ալգորիթմ է, որը liquid pool է ստեղծվում, ու այդ liquid pool-ը այդ smart contract-ն է կառավարում։ Դու կարաս միշտ, եթե liquid pool-ը թույլ է տալիս, եթե այնտեղ ակտիվները կարող են Ethereum ու USDT, եթե կենտրոնացված բիրժա է։ Չէ, DEX-երում կենտրոնացվածի մասին խոսք չունենք մենք։ Չէ, խոսում եմ, եթե կենտրոնացված բիրժա է, մենք այդ փուլը ունենք, խնդիր չունենք։ Իհարկե, մենք liquid pool-ի հետ կապված խնդիր չունենք, որովհետև մեր համար այդ բոլոր գործառույթները անում է արդեն բիրժան։ Հեսա դրանք անդրադառնանք թե ոնց է կատարում։ Իսկ բանի մասով, DEX-երի մասով, smart contract-ը, ով որ ունի այդ liquid pool-ը ստեղծված է, ինքը քեզ տալիս է հնարավորություն առանց այդ limit order-ների եւ ստականների, իր համար ստական է դա էլի հանդիսանում։ Քո գործառույթները կատարես միանգամից liquid pool-ից առնելով քո տոկենները։ Բայց DEX-երում էլ պրոյեկտի տերը չի ստեղծում այդ liquid pool-ը։ Ոչ միայն։ Մենք յուրաքանչյուրս կանանք հենց հիմա մտնենք liquid pool, ստեղծենք մեր տոկենը օրինակի համար կամ ուրիշի տոկենը վերցնենք ու դառնանք liquidity provider։ Այսինքն ինչն է առավելությունը։ Դու ստանում ես տոկոսներ գործարքների համար, որոնք կատարվել են քո liquid pool-ի մեջ, հա։ Օրինակ վերցնենք Ethereum կամ ամենահայտնին վերցնենք, որովհետև հիմա meme-coin-ների աճի վրա զարգանում են, էլի, տրանզակցիաների քանակով Solana-ն վերցնենք։ Օրինակի համար դու եթե վերցնես Solana-ի պարայով ինչ-որ տոկեն, այդ գործարքների ժամանակ, երբ որ դու այդ տոկենը փոխում ես Solana-ին կամ Solana-ն փոխում ես այդ տոկենի վրա, դու fee ես չէ վճարում։ Այդ fee-ն վճարում ես liquid pool-ի միջնորդավճար, fee-ն միջնորդավճարն է։ Դու տալիս ես այդ liquid pool-ի provider-ին, ով որ ստանում է այդ տոկենի ասենց fee մի կտորը, որ ինքը քեզ հնարավորություն է տվել արքու վաճառքի գործառույթներ կատարելու։ Հիմա այս տոկենների մասով, հա, ուրեմն տարբերությունները դե ակնառուս են շատ են։ Հեսա բոլորին չէ մեծ մասին կփորձենք անդրադառնալ, բայց ամենակարևորներից մեկին նայենք։ Exchange-ները, ցենտրալիզացված exchange-ները, տոկեններ լիստինգ անելու համար ունեն հստակ ընթացակարգ։ Այսինքն, երբ որ որևէ տոկեն, մենք կարող coin market cap-ը բացենք, exchange բաժնում, spot-ային բաժնում, հա։ Coin market cap-ը ինքը վեբկայք է, ինֆորմատիվ, հա, տեղեկատվական դաշտ է, որտեղից կարող են կրիպտոինդուստրիայի հետ կապված ամեն ինֆորմացիան վերցնել։ Գրեթե ամեն ինֆորմացիան, այնտեղ ստանում ենք տոկենների մասին ինֆորմացիա, ինչ տոկեններ կան այս անվտանգ ինֆորմացիա կարելի է ասել, թե չէ։ Չի կարելի ասել, որովհետև այնտեղ կա առանձին, այսպես ասած, Square բաժին, Square-ը ինքը Binance Square ունենք նմանատիպ նորությունների, հա, նորությունների։ Չի ստուգվում այդ պրոյեկտը նոր ընդունվում CoinMarketCap-ի կողմից։ Ինքը բլոկչեյնը ուսումնասիրում է, սկանավորում է CoinMarketCap-ը ու ավտոմատ տոկենի մասին ինֆորմացիան ավելացնում է իր էջում։ Թե հիմա այդ տոկենը սկամ կլինի, ավտոմատ հայտնված կլինի, թե ոչ, իրանք իհարկե գրում են, ասում են, որ ավտոմատ սկանավորման արդյունքում այստեղ հայտնվել, մենք ինֆորմացիա տալիս են։ Այո, որ տերերը դեռևս չեն հաստատել, բայց այնուամենայնիվ իրանք պատասխանատվություն չեն վերցնում, թե ինչ տոկենա, ինչ տոկենի մասին կամ ինչ նորություն է հայտնվում իրաց հարթակում։ Դες որ պետք է ուշադիր լինենք, թե ինչ ենք կարդում եւ ինչի հետ ենք աշխատում։ Ուրեմն, եթե բացենք CoinMarketCap-ը, տեղեկատվական կայքը, նույնի CoinGecko-ն էլ կա, որ շատ լավն են։
Երբ որ բացենք իրանց exchange բաժինը, մենք կտեսնենք, թե ամեն բիրժա քանի տոկեն ունի list արած։ Դեքսերի մասին խոսք չկա, որովհետև տենց ինֆորմացիա չի կարա լինի, հեսա կբացատրեմ խի, բայց Excel-ի մասով օրինակ Binance-ը մոտավորապես 492 վերջին հայացքով 492 տոկեն ուներ, մինչդեռ Mex բիրժան ունի մոտավորապես 2000 տոկեն listing արած։ Ինչն է տարբերությունը, խիա մեկը այդքան շատ listing անում, մյուսը չէ։ Ուրեմն ընթացակարգերը տարբերվում են, որպեսզի տոկենը հայտնվի exchange-ում, ես listing manager չեմ, բայց որոշակի չափով ինֆորմացիա ունեմ, թե ոնց է listing-ի ընթացակարգը գնում։ Listing բացատրենք թոքենի ստեղծում։ Երբ որ թոքենը ստեղծվել է ու թողարկվում, թողարկումն է, չէ, ստեղծվել է ու թողարկվում է ինչ-որ մի բիրժայում, կոչվում է այդ բիրժայում listing, թողարկումը։ Տոկենի ստեղծումը ինքը mint-ն է, այսինքն դու երբ որ տոկենը հենց ստեղծեցիր 0-ից։ Ստեղծվելուց ինքը սկզբից ապակենտրոնացված բիրժայում կարող ենք իրեն գնել։ Քանի դեռ ինքը կենտրոնացված բիրժաներում չի թողարկվել։ Էլեկտրոնային դրամապանակով միայն կցելով։ Okay, բայց մի հատ բան պետք է հաշվի առնենք, որ իր համար պետք է ստեղծված լինի liquid pool։ Ամենակարևորը, եթե իր համար liquid pool։ Դե խոսում ենք liquid pool ունեցողների, այսինքն նորմալների մասին ենք խոսում։ Ուրեմն այդ տոկենները, որոնք արդեն liquid pool ունեն եւ ստեղծվել են, երբ որ պետք է listing ասեն հենց Dexter-ում, listing-ի կարիք չունեն Dexter-ում, որովհետեւ ինքը միանգամից blockchain-ի հետ է աշխատում, դու երբ որ մտնում ես օրինակ յամա Raise-ում Solana-ի համար, կամ վերցնենք PancakeSwap-ը Binance Smart Chain-ի համար։ Երբ որ դու մուտք ես գործում ու տեսնում ես, որ իրանց ցուցակի մեջ քո ուզած տոկենը չկա։ Ինչ է պետք անել, որ քո ուզած տոկենի հետ կարողանաս աշխատես։ Ուղղակի add new ես անում, դնում ես contract address-ը ու քո տոկենը հայտնում է, դու import ես անում ու դու իրանից արդեն դու այդ տոկենը կարող ես ձեռք բերել հենց PancakeSwap-ում։ Բայց նույնը չես կարող անես Binance-ում, որովհետև այդ տոկենը որպեսզի հասնի Binance, ինքը պետք է ապացուցի իր տոկենոմիկա, պետք է ապացուցի, որ ինքը անվտանգ պրոյեկտ է առաջին, այնտեղ լիքը sense հարցեր կան իրենց տոկենոմիկայի մասին, roadmap-երի մասին, տոկենոմիկան ու roadmap-ը, իրանք կլուչեվոյ sense տերմիններ են, roadmap-ը օրինակ ցույց է տալիս ճանապարհային քարտեզ, որ ինքը ցույց է տալիս, թե այդ պրոյեկտը որտեղից է եկել ու ուր է գնում ու ինչ փուլերում են իրանք հասնելու իրենց նպատակակետին, հա։ Այդ բոլոր ինֆորմացիան պետք է ստույգ տրվի բիրժային։ Բացի դրանից իհարկե այնտեղ կա մաս, որ պետք է դու ունենաս քո market maker-ը, այսինքն մարտով որ այդ liquidity-ից այդ կապահովի տոկենիդ համար, այնտեղ մի շարք էլի պայմաններ կան, որ վճարներ կան եւ այլն։ Դրա համար բիրժաները մի քիչ ավելի դժվար են անում այդ listing-ի պահը, sense փուլը, հա, բայց դրա հետ մեկտեղ մեր անվտանգության համար են այդ ամեն ինչ անում, որովհետեւ եթե իրենք ուշադիր չնայեն այդ պրոյեկտներին, պատկերացնում եք այդ պրոյեկտը հայտնվի բիրժայում, օրինակ Binance-ում ու դու վստահում ես Binance-ը որպես լավագույն բիրժա եւ այլն, սկսում ես քո տոկեններից այդ տոկենից առնել Binance-ում ու միանգամից սկամ է լինում։ Rug pull են անում տոկենը։ Rug pull-ը մի քիչ ուշ կբացատրենք ինչը։ Բիրժայի պատիվը կընկնի, չէ՞, անունը, որովհետեւ ինքն է listing արել։ Իսկ Dexter-ում այդ խնդիրը չկա։ Կարևոր է նշել նաեւ, որ հարմարավետության առումով նորեկներին իհարկե Dexter-ը ավելի հարմար են, որովհետեւ ինտերֆեյսը ավելի պարզ է։ Դու հասկանում ես հստակ, թե քեզ ինչ է պետք անել, որ դու կարողանաս իր այդ աշխատանք տանես։ Բայց Dexter-ում տենց չի։ Dexter-ի ինտերֆեյսը մի քանի անգամ ավելի դժվար է։ Եթե դու օպտիկ չես։ Դե պիտի մեզ հեշտացնեն մեր գործը, որ մենք համաձայնվենք միջնորդի միջոցով համագործակցել։ Բացի դրանից, իրենք հնարավորություն են տալիս օրինակ համար customer support-ի, դու եթե ունես որևէ խնդիր, օրինակ համար չես հիշում քո գաղտնաբառը։ Ինչ կարաս անես։ Կարաս գրես տեխնիկական աջակցության թիմին, իրենք ինչ են անում, օգնում են քեզ վերականգնելու աջակցումը։ Իհարկե, իսկ Dex-ում կարա տենց բան լինի, չի կարա, որովհետև դու գրանցվում ես այնտեղ, ընդհանրապես քո wallet address-ով դու չունես ոչ մի տվյալ, որով քո հետ կարող են որևէ չգիտեմ, կոնտակտ հաստատել։ Կենտրոնացված բիրժայում իմ գաղտնաբառերը կարող եմ նամակ գրելով վերականգնել, բայց ապակենտրոնացվածը ես եմ, միջնորդ չկա, ես եմ իմ գաղտնաբառը։ Տարբերությունները, հա, խոսենք։ Հիմա ուզում ես ասես, որ scam token-ը, այսինքն խարդախ կամ ոչ իրական token-ը չի կարող հայտնվել կենտրոնացված բիրժաներում, որտեղ շատ ուշադրություն են դարձնում վերահսկողություն, անայմեն անվտանգությունը եւ այլն, ուզում ես ասես, չի կարող հայտնվել։ Կարանք ստեղ մի հատ բան ավելացնենք, ֆիլտր ասենք, որ նայած որ կենտրոնացված բիրժայում։ Ես ամենասկզբից շեշտեցի, որ կա Bybit ու Mex օրինակի համար ու տոկենների քանակի տարբերությունը։ Կան exchange-ներ, որոնք ավելի փոքր պարոգ ունեն, պարոգը երևի։ Այդ իր պարոգը ավելի ցածր է, որ listing լինի ինքը բիրժայում, քան մյուս բիրժայում։ Ու դրա հետ կապված
քանի որ պայմանները տարբերվում են, սկամ տոկենները շատ շուտ հայտնվում են մեկ բիրժայում։ Դուք հաճախ կարաք տեսնեք մեքսում, որ որովհետև օրինակի համար վերջերս մոտավորապես 2-3 ամիս առաջվա տոկեն եմ ասում, հայտնի ֆուտբոլիստ Ռոնալդինյոն կար, ինքը իր տոկենը ստեղծեց, մեմքոինը իհարկե, այդ մեմքոինը լիստինգ եղավ մեքսում, ոչ մի մեծ բիրժա չվերցրեց այդ տոկենը ու տոկենը սկամ եղավ։ Բայց մի րոպե, կարա շատ լուրջ լինի, լուրջ մարդու անունով լուրջ պրոյեկտ, բայց ինքը ժամանակի ընթացքում սկամը ի՞նչ է, սկամը այնա, որ կարողա չստացվի։ Սկզբից ուզում էր ստացվել, նպատակ չուներ չստացվելու, բայց իրականում չստացվեց այդ պրոյեկտը։ Կոպիտ ասած մի ամից սկամ դուրս եկավ։ Արի այդ ամեն ինչը իրար չկապենք, որովհետև սկամը գիտակցված սկամը ու պրոյեկտի անհաջողությունը իրարից շատ մեծ տարբերություններ ունեն, երբ որ դու նպատակ ունես։ Բայց ես լսել եմ, որ այդ դեպքում են ասում սկամ դուրս եկավ, այսինքն չհաջողվեց։ Չենք կարող ասենք։ Սկամը հենց խաբեությունն է, խարդախությունն է։ Օրինակի համար կարանք դիտարկենք։ Իսկ սկզբանե պլանավորված խարդախություն։ FTX-ը հիշենք, Լունան։ Այո։ Լունանի ինչ արեցին, Սեմ Ալտմանի ինչ արեց։ Ուղղակի վերցրեց գումարները իր ինվեստորների եւ հեռացավ։ Այդ դեպքում պրոյեկտը նախորդ որոշել է սկամ չլինի, որոշել է լուրջ պրոյեկտ լինի, կեսից կներես գումար է պետք, շատ շտապ գումար է պետք, վերջ որոշումը կեսից մտկափոխվում է։ Այդ դեպքում ոնց կասես։ Ինքը սենց ասեմ նախորդ բիրժաները հաստատ տեղեկանում են այդ ինֆորմացիայից ու բացի դրանից իրանք ամեն ամիս անցկացնում են իրենց ներքին աուդիտները։ Երբ որ դուք հաճախ եթե Binance Armenia-ին հետևում եք, մենք առանձին բոտ ունենք Binance Armenia-ում, որը ինֆորմացիա է տալիս մեր յուզերներին, որը շատ կարևոր է, դա նաև delist-ի մասին ինֆորմացիաներն է։ Delist-ը ի՞նչ է? Delisting-ը, ոնց որ listing-ը, երբ որ մենք հրապարակում ենք այդ տոկենը մեր exchange-ում կամ այլ exchange-ում, delisting-ը երբ որ իրան հեռացնում ենք։ Երբ որ բիրժան հասկանում է, որ այդ պրոյեկտը հավանական կրախի պատճառ կարա լինի, այդ տոկենը ուղղակի հեռանում է։ Իրան delist են անում շատ արագ։ Ու հակառակ պարագայում իրան, եթե ինքը լավ sense մեծ պրոյեկտ է, իրան հաստատ ներգրավելու են իրենց բիրժայում, հա, որովհետև ֆիերա եւ այլն, որ բիրժան ստանում է, իրան պետք է այդ միջոցները sense ասած։ Ու այդ ամեն ինչի հետ մենք պետք է վեկելենք, որ այդ սկամ տոկենները հնարավոր է որ հայտնվեն բիրժաներում, մեկը Լունան, բոլոր բիրժաներում, հայտնի բիրժաներում ինքը եղել է, բայց ոչ մեկ չէր սպասում, որ այդ սկամը լինելու է։ Բայց հիմա այդ սկամի մասով մի հատ ուրիշ առավելություն, որ ունի Cex-ը։ Ուրեմն Cex-երի մեջ ինչ ունենք մենք։ Ունենք հետևյալը. ֆոնդեր, օրինակ Binance-ը ունի SAFU ֆոնդ։ SAFU ֆոնդը ինքը յուրաքանչյուր տրանզակցիայից մոտավորապես ֆիերից, էլի, exchange-ը որը ստանում է, դրա 10%-ը գնում է դեպի այդ ֆոնդ, 2024 թվականի տվյալներով 1 միլիարդ դոլարի ֆոնդը ակտիվներ ունի, որը պահվում է USDC-ով, մենք ադրեսը ունենք, ադրեսը կարող եք տեսնել, թե այդ ակտիվները ոնց են պահվում։ Ուրեմն այդ ֆոնդի ակտիվների իմաստը որն է USDC։ Երբ որ հանկարծ force majeure-ային ինչ-որ իրավիճակ լինի, hack լինի եւ այլն, մենք մեր ակտիվներից կարող ենք արագ փոխհատուցել մեր յուզերների կորուստները, ասենց ասած, որը մեր պատճառով է եղել, բայց Dex-երում տես խնդիր չի կարելի, եթե դու չի կարա տենց առավելություն լինի ավելի ճիշտ, եթե դու օրինակ համար չգիտեմ, ինչ-որ սկամ տոկեն ես առել, դա քո մեղավորությունն է։ Քեզ ոչ մեկ չի ասի, եթե դու սկամ տոկեն ես առել կամ օրինակ համար ինչ-որ խնդիրներ է քո մոտ առաջացել, մենք այդ խնդիրները կլուծենք։ Դրա համար պետք է հիշել, որ Dex-երը մի քիչ ավելի sense օպիտնի փորձառու մասնագետների համար են, մասնագետ ասելը շատ կոպիտ է, ճիշտ ասած, բայց ով ավելի շատ է տեղեկացված, փորձել է եւ այլն։ Փորձ ունի, գիտի աշխատելու ձևը։ Իսկ Cex-երը իրենք նախատեսված են յուրաքանչյուրի համար։ Հիմա մենք եթե նորեկ վերցնենք, ով որ ընդհանրապես չի օգտվել բաժաններից։ Զուտ հեշտ է օգտվելը։ Ես իրեն 3 քայլով ցույց կտամ, ոնց գնացվել, վերիֆիկացիա անցնել, առաջին փոխանցումը անել։ Գիտես, իրականում սովորության հարց է։ Այնպես չի, որ Dex-ում դժվար է օգտվելը, ուղղակի այստեղ Cex-երը ավելի շատ մարքեթինգային միջոցներ են կիրառում, ավելի շատ գրավում են, հա, ոչ թե գայթակում, ավելի շատ գրավում են մարդկանց ու բոլոր նորեկ առաջինը սկսում է Cex-ից։ Մի կարևոր բան է պետք հիշել, որ սենց արտահայտություն կա не твои ключи, не твоя крипта։ Ես Cex-երի դեմ ոչ մի բան չունեմ, ես օգտվում եմ Cex-երից, բայց իմ ակտիվները երբեք Cex-երում չեմ պահում, եթե անկեղծ։ Ես իմ ակտիվները պահում եմ Ledger-ի վրա։ Բայց այդքանի հետ մեկտեղ եթե դու նորեկ ես
բացատրենք, ինչու է ներկայացնում։ Ledger ասելով ընդհանրապես ես հիմա ինչ նկատի ունեի ասեմ, էլի Ledger-ը ինքը փոքրիկ cold wallet, հա, cold wallet-ը ինքը սառը դրամապանակ պատկերացրեք։ Ինչի համար սառը, որովհետև ֆլեշկա բոլորս տեսել են։ Ֆլեշկայի նման կարող ենք իրան պատկերացնել, ինքը քանի որ մետաղից է սառը, հա, դրամապանը տենց ենք թողել, էլի կարելի ասել։ Օֆլայնը ավելի պաշտպանված է, մեծ գումարների դեպքում ճիշտ է այդպես։ Այո։ Ու դու օգտագործում ես իրան այն ժամանակ, երբ որ քեզ անհրաժեշտ է, չգիտեմ, հասանելիության համար մի քիչ դժվար է անկեղծ խոսենք, որովհետև քեզ միշտ պարտադիր պետք է հետդ լինի նոթբուք, որ դու կամ համակարգիչ, որ դու իր հետ կարողանաս աշխատել։ Ես հիմնականում միշտ համակարգչից հետ եմ էլի մարգալիս, բայց ներդրումների դեպքում երկարաժամկետ հեշտ է պահելը ավելի ապահով է։ Հաստատ բիրժաներում ցես կանան բլոկավորեն, դուք կարող շատ խնդիրներ ունենաք, եթե որևէ անօրինական բան եք անում, էլի։ Նենց որ պետքա ձեր հայեցողությանը թողնենք, բայց պետքա հասկանալ, որ եթե ձեր seed ֆրազաները ու private key-երը, այդ գլուչները, էլի ձեր wallet-ի պահպանվում է բիրժայի մոտ, ձեր ինֆորմացիայի հետ, էլի, մի քիչ անվտանգ չի օրինակ։ Մի օր կարող է բիրժան ինքը հենց ուղղակի ջարդեն։ Եթե բիրժան ջարդեցին տվյալների արտահոսք եղավ, քո տվյալները հայտնվելու են։ Ինչի ջարդել, սնանկանալ կարող է լինել ինչպես FTX-ը։ Դե, հա, բայց FTX-ի մասին մի քիչ ուրիշ ձև է, ասած լավ կողմից է կանադառնանք, որ հիմա մարդկանց գումարները հետ են վերադարձում։ Իհարկե, այնտեղ նա սիտուացիաներ կա, որ իրանք չեն կարող հետ վերադարձնել, օրինակ համար ֆյուչերսային պոզիցիաներ ունեին բացած մարդիկ եւ այլն ասած խնդիրներ ա եղել, բայց այնուամենայնիվ այն փողը, որ մարդիկ ունեցել են իրենց բիրժա, իրանց wallet-ի վրա, այդ փողերը հետ վերադարձնում են, էլի, բայց պետք է հաշվի առնել, որ այդ օրինակը միակը չի, շատ են ջարդում։ Ու այդ ջարդելու մասով կանանք անդրադառնանք սկամերից խոսենք։ Ես մտածում եմ սկամերը շատ կարևոր թեմաներ են։ Այո, խոսենք սկամերից, որpիսի մեր դիտորդները ավելի իմանան անվտանգ օգտվել ու զգուշ լինել։ Ինչ տեսակներ կան ընդհանրապես, խոսենք դրանից։ Խոսացինք, գնացինք։ Սկամերի մասով ուրեմն սկամը ի՞նչ է։ Սկամը խարդախությունն է։ Որտեղ շատ ֆինանսներ կամ մարդկային անձնական տվյալներ, այնտեղ սկամերների քանակը պարզաբար մեծ է։ Կրիպտոն բացառություն չի։ Ու սկամերները մեծ հաշվով sense հավաքվում են կրիպտոյի շուրջ, էլի։ Այն ժամանակ դե բանկային քարտեր էին հականում եւ այլն, sense փորձում էին ակաունտներ գողանալ։ Հիմա արդեն ավելի sense կատարելագործվել են սկամերները ու փորձում են արդեն կրիպտոյի որտեղ միջոցներ, որտեղ ֆինանսներ, այնտեղ արտակումները ավելի շատ։ Տվյալները եւս շատ կարևոր sense բազային, որը կարելի է վաճառել, ինչու ոչ։ Ուրեմն սկամերի տեսակները կրիպտոյի մեջ շատ են։ Տարբերակները իրականում մեկը մյուսին գերազանցում է ու պետք է չմոռանալ, որ սկամերները միշտ փորձում են կատարելագործվել։ Ինչքան անվտանգության մասնագետները մենք ենք փորձում կատարելագործվելու այդ խնդիրները փակել, իրանք էլ կատարելագործվում են, ընդմիշտ պայքար է գնում, էլի մեր մեջ։ Ուրեմն սկամերի ամենահայտնի տեսակներից, որ ուզում եմ անդրադառնամ, հիմնականում մեմքոիններով տորգ sense առու ծախ անողներին է վերաբերվելու, հանիփոթի մասին է խոսքը։ Ինչա հանիփոթը։ Հանիփոթ սկամի տեսակը իրանից ներկայացնում է սիտուացիա, երբ որ դու գնում ես որևէ ակտիվ, բայց չես կարողանում իրեն վաճառես։ Ոնց է աշխատում։ Ուրեմն, ինչպես հասկացանք, այդ տոկենները եւ այլն ինքը կոդ է, չէ՞։ Կոդի կտորը ֆրագմենտ է։ Ուրեմն smart contract-ի մեջ, կոդի կտորի մեջ, հա, հնարավոր է գրել պայմաններ։ Ու պայմանների մեջ հնարավոր է ավելացնել freeze, blacklist, whitelist պարամետրերը, ֆունկցիաները։ Ուրեմն այդ blacklist-ը բոլորս գիտենք, հաստատ առնչվել ենք, չեմ ուզում բացամ իրանից մի հատ առանձին խոսենք, էլի whitelist-ը գիտենք ինչ է։ Freeze-ը երբ որ սառացնում են ուղղակի։ Ուրեմն ինչ են անում մեր շատ սիրելի սկամերները։ Վերցնում են, ստեղծում են X տոկենը, չգիտեմ, հենց X են անունը դնում։ Ու սկսում են բոլոր սոցիալական ցանցերով տարածել, որ ընտիր տոկենը X-ը տալու 1000X պատրաստվեք to the moon եւ այլն, մարդիկ սկսում են գնել տոկենը։ Բայց մի հատ կարևոր բան չեն ստուգում, որ այդ պարամետրերի մեջ գրած է, որ ստեղծողը տոկենի կարող է blacklist գցի բոլոր առնողներին, բացի դրանից կա sell tax ու buy tax։ Այսինքն, երբ որ դու գնում ես, իրանք կարող են քո գնածից կամ վաճառածից վերցնեն միշտորդավաճառ, այսպես ասած։ Ու այդ սկամի արդյունքում դու չես կարողանում վաճառել քո տոկենները ընդհանրապես, այսինքն գնել ես X տոկենը, դու տեսնում ես, որ ինքը ցույց է տալիս 1000% աճ, բայց դու իրեն չես կարող վաճառել, որովհետև դու blacklist-ում ես, կամ կա մինիմալ թիվ, ըստ որի դու դրանից բարձր չես կարողանալու վաճառես։
Տես տոկենների օրինակներ շատ են, ես կարամ ցույց տամ, թե ոնց են իրաց հայտնաբերում, հիմնականում բոլոր DEX-երը այս բայդրությամբ, դա DEX screener-ի մասին, DEX-եր ասելով, օրինակ DEX screener-ը, DEX tools-ը, այդ կայքերը, հա, հնարավորություն են տալիս բացահայտելու այդ տեսակի սկամերը։ Իրանք smart contract-ը, կոդը ուսումնասիրում են։ Էլի տեղեկատվական Կայքեր են, ոչ միայն, այնտեղից կարողանում ես դու առու ծախել առու ծախանել, ինֆորմացիա վերցնել, ինչքան կապիտալիզացիա ունի, ինչքան իրացվելիություն ունի, հա, լիկվիդնեսացված։ Սոցիալական կայքերի մասին ամենակարևորը պետք է հիշել, որ պրոյեկտի սոցիալական կայքերն է պետք է հետևել ու անպայման հետևել այդ սկամերի։ Այսինքն այդ պրոյեկտի մասին ամբողջ ինֆորմացիան կարելի է վերցնել։ Ամբողջ չէ, մեծ մասը։ Ամբողջ ինֆորմացիան պետք է վերցնել այլ սոցիալական կայքերից, որը ունի այդ պրոյեկտը, հա։ Որովհետև այնտեղ իրան կարան վեբսայթը նշեն, դու վեբսայթից ես հասկանում ինքը ունի roadmap ունի, տոկենոմիկա եւ այլն, հա։ Ուրեմն Honeypot-ը ամենահայտնի սկամի տեսակներից մեկն է այս բայդրությամբ։ Ես ունեմ wallet-ներում հետևում եմ, իրանք Honeypot trader-ներ են, ու այդ Honeypot trader-ները $30 միլիոն ընդամենը 3 ամսում են աշխատել Honeypot տոկենների վրա։ Բացի դրանից սկամի տեսակ rug pool-ն է։ Rug pool-ը դա սկամի տեսակը։ Ամփոփենք Honeypot-ի իմաստը այն է, որ դուք թոքենը վերցնում ես $100 վճարում ես, հնարավորություն չունես վաճառելու։ Վաճառելուց ուզում ես 100%-ի չափով, այսինքն սկամի տեսակը դու կորցնում ես քո ամբողջ գումարը։ Դու չես կարողանալու վաճառել։ Գնելուց, ինչ որ թոքեն գնելուց, ասենք, ինչքան էլ կան շատ արժեքավոր կրիպտոարժույթներ, կան նաև շատ մեծականակ միլիոններից ավել սկամ թոքեններ։ Գնելուց իմացեք, ինչ եք գնում։ Ունենք նաև համայնքի ալիքներ, որտեղ կարելի է հարցեր տալ, հետաքրքրվել, որտեղ կան խելացի մարդիկ, որին հետևում ես նաև դուք, հարցնում են, այս թոքենը գնեմ, թե չէ, արագ պատասխանում են ավելի փորձառու մարդիկ։ Կարողանում ենք հասկանանք, չէ՞, ինչ որ միտեղ։ Dior-ի մասին բազմաթիվ անգամ խոսել ենք, մեր ուսումնասիրել ինքնուրույն անձնական հետազոտությունը կատարել։ Այո։ Սելա ջան, մի բան էլ ավելացնենք, հա, այս սկամերի մասին, որ սկամերի տեսակներից բացի այդ rug pool օրինակի համար, rug pool-ն էլ երբ որ դուք տեսնում եք, որ տոկենը օրինակի համար աճում է, իրոք ամեն ինչ լավ է, դուք գնել եք տոկենը, բայց այսպես ասած կավիորը ձեր տակից քաշում են, այսինքն liquid pool-ը, ուղղակի փակում են, վերցում են ամբողջ գումարները եւ հեռանում են։ Այդ նույնպես իմանանք ինչ թոքեն ենք գնում։ Ստուգում եք ուղղակի սկաներներով, այդ սկաներները մենք հրապարակում ենք Binance Armenia-ից, հրապարակում ենք Web3 Հայաստան հիմնադրամի Telegram-յան ալիքում ու Crypto Armenia-ում ունենք, չէ՞։ Crypto Armenia-ում ենք հրապարակում։ Այո, Crypto Armenia-ում նույնպես ալիքները բազմիցս ներկայացրել եմ։ Հիմա էլ ներկայացնեմ Crypto Armenia-ն Web3-ը, անպայման հետևեք, տվեք ձեր հարցերը, այնտեղ միշտ կստանաք լիարժեք պատասխան։ Մի հատ պահել կա։ Ասա։ Ասած որ կարևոր է, հա։ Սկամերը հակառակ շարունակենք, բայց մի հատ սկամի տեսակ կա, որը մարդկային ավելի շատ։ Phishing։ Phishing-ից չենք խոսել։ Phishing-ներ կասեմ ու մյուսը դա։ Որոնք phishing-ային հարցակումներ։ Phishing-ային հարցակումները, երբ որ ստեղծում է վեբկայք, օրինակի համար binance.com։ Բայց վերջի դոմեյնը ինքը տարբերվում է կամ Binance-ի մեջ օրինակի համար օտարը այն ժամանակ կիրիլիցայով հնարավոր է, այսինքն ռուսական տառերով։ Հիմա երկու հատ կարա կրկնվի, կարա, չգիտեմ, փոխարեն լ տառագրված լինի ու անուշադրության պատճառով, դու անցնես հղումով, 10 քո տվյալները Եվ դրամապանակը դատարկեն։ Այստեղ նույնպես ասում ենք, որ դիտորդներ ջան, անծանոթ հղումների վրա բացարձակ չեք սխմում, անծանոթ հղումների վրա սեղմելուց կարող են դատարկվել։ Ասում ենք, ակտիվացնում եք 2FA անպայման 2FA-ը դա փրկություն է։ Ակտիվացնում ենք anti-phishing mailer, որ anti-phishing կոդը, դա երբ որ քեզ մեյլ է գալիս հենց բիրժայից, լրացուցիչ անվտանգություն։ Այո, կոդը, որը դու ես սահմանել ու դու տեսնում ես, որ դա հաստատ բիրժայից է։ Բնականաբար, որտեղ շատ գումարներ են, այնտեղ շատ հարցակում։ Իհարկե։ Նորմալ է, ամեն տեղ էլ նույնը կա, նույն մեր բանկային քարտերի վրա էլ կարող են հարցակվել, նույն բանկի քարտը կարող են դատարկել։ Եվ եւս մեկ սկամի մասին էի ուզում խոսել։ Մի հատ էլ սկամ, որ ամենացավոտն է իմ համար կարելի ասել, ռուսները մի հատ բառում են, կներեք, էլի արտահայտության համար ես ոչ մեկին չեմ ուզում վիրավորեմ, բայց ինֆո ցիգան են ասում, տենց մարդկանց։ Ցավոք սրտի Հայաստանում տենց սկսել են աճել շատ, էլի, տենց կազմակերպությունները, ընկերությունները, օֆիսները, ովքեր սկսել են թրեյդինգ սենց բացատրել, սովորացնել, ուսուցանել, չգիտեմ, սենց բաներ։ Հիմա ամեն քայլը փոխեն ագրեսիվ մարքեթինգ են օգտագործում, շատ ագրեսիվ մարքեթինգ, կան հրավիրեն հայտնի աստղեր, չգիտեմ, սեղանի վրա դոլարներ լինի, սենց չգիտեմ, տան բանալիներ բան, ես ասա աշխատել եմ 3 ամսում, խնդրում եմ մի հավատացեք այդպես բաների, չկա այդպես բան։ Դուք չեք կարա
եթե ինչ-որ մեկը ձեզ ասում է, որ դուք կարաք 3-6 ամսում դառնաք trader, տենց ոնց որ նկարագրում են ու չգիտեմ, սաղ սեղանը փողը, ես իրոք իմ փորձից կարամ ասեմ, ու այն բոլոր ընկերներից կարելի ասել ամբողջ աշխարհից ունեմ ծանոթ trader-ներ ու լավ տենց պրոֆեսիոնալներ, ոչ մեկ առաջին իրան տենց չի պահում, դա իրոք մարքեթինգի, ագրեսիվ մարքեթինգի տենց տեսակ է։ Այո, բացի դրանից էլ ուղղակի ձեզ խափում են, խնդրում եմ, ուսումնասիրեք այն բոլոր հարթակները, ու ուզում եք գնաք, այդ բացի մի հաշվեք այն փողը, որը դուք տալու եք այնտեղ սովորելու համար։ Փողը ինքը երկրորդ, երրորդ, չորրորդային ցած ասպեկտ է, հա։ Դուք ժամանակ եք ծախսում։ Ժամանակից կարևոր ռեսուրս ես դեռևս չգիտեմ, որ մարդը կարա ունենա։ Եթե դու ծախսում ես ժամանակ, դու պետք է դրա համապատասխան ստանաս կարևոր ինչ-որ բան, որ դու լցրած լինես քո ժամանակը օգտակար ինչ-որ բանով, հա։ Այս պարագայում, երբ որ դուք գնում եք 3-6 ամիս օրինակ համար ինչ-որ մեկի մոտը որ ձեզ առաջին ինքը պատմություն չունի։ Եթե պատմություն էլ ունի 400x-ով օրինակ համար մարժայով, չգիտեմ, trade անելն է, կամ 250 մարժայով trade անելն է ամբողջ բալանսի, առանց risk management-ի, առանց մնացած ֆակտորների կարևոր, ապա չգիտեմ, էլի հնարավորությունը, որ դուք կունենաք այդ իր սիրուն նկարած սեղանները եւ այլն, չգիտեմ, քշեք ամենավերջի Porsche չի կարա տես լինի։ Այդ ինֆոցիգանությունը իրոք շատ վատ բան է ու ոչ մեկի դեմ ոչ մի բան չունեմ, անկեղծ եմ ասում։ Հարգում եմ բոլորին, մեր համայնքը, ոլորտի ներկայացուցիչներին, բայց եթե ինչ-որ բան կարդում ենք կամ տեղեկացված լինենք դրանից նոր կրթենք, կամ եթե քիչ գիտենք կամ չգիտենք դրա մասին, ավելի լավ է ուղղակի լռենք, փորձենք շատացնել, հետո փորձենք կրթենք։ Բայց մեր ժամանակը հիմա շատ լավ մոդա է այդ ամեն ինչը, ամեն սոցիալական երկրորդ սոցիալական կայքը, թրեյդինգ, ուսուցում, կրիպտո եւ այլն, բիթքոին թրենդային բառեր են, չէ՞, եւ ինչ որ սկսում են վաճառել ուսուցում, բայց այդ ուսուցումը ինչ որակ ունի, այսօր չգիտենք, ոչ մեկս դառնում է բանը Volks Wall Street-ի մեջ է, որ ասում է, մենք իրենց կանանց առաջարկում ենք օրինակ, ямар չգիտեմ, շքեղ տներ եւ այլն, մարդիկ հավատում են, հիմա նույնը Bitcoin-ի մասին է ու կրիպտոյի մասին է, մարդկանց ասում են, դու հիմա երբ որ առնես կրիպտո օրինակ համար, ու ինքը ասում է meme coin, որը օրինակ համար սկամ է լինելու մեծ հաշվով, ապա մարդկանց խափում են, էլի։ Ռազմիկ ջան, քո հետ այնքան հետաքրքիր է, մենք առաջի բանավեճը չի որ իրար հետ ունենք, միշտ զրուցում ենք, խոսում ենք, այսօր ուղղակի ինչ որ մի մաս փորձեցի իմ դիտորդների հետ կիսվել։ Ռազմիկ ջան, շատ շնորհակալ եմ, բայց ժամանակի սահմանափակում ունեմ։ Ցավոք սրտի, հա։ Կարելի է մի հատ էլ հետագայում կրկնել մի հետաքրքիր թեմա, նույնպես կիսվել մեր դիտորդների հետ։ Անպայման բաժանորդագրվելը չենք մոռանում Ալիքին, քանի որ օր-օրի անընդհատ ավելի հետաքրքիր հյուրեր, ավելի հետաքրքիր թեմաներ, լինենք ինֆորմացված, լինենք տեղեկացված, չխափնվենք սկամերից։ Համաձայն ես։ Շնորհակալ եմ շատ հրավերի համար։ Գրանցում ենք Web3 Հայաստանի Telegram-յան Ալիքին, Binance Armenia-ին Binance Armenia-ին, Crypto Armenia, դա չեմ ասում, արդեն գրանցված եք, ով էլ գրանցված չի, պետք է գրանցվի։ Այնպես որ հետևում ենք։ Իհարկե։ Ռազմիկ ջան, շնորհակալ եմ։ Գազանություններ։ Իչա մեր շատ լավ էր, բայց բայց մի 40 րոպե խոսեցինք հաստատ։ Բայց տեսա կիսատ մնաց։ Բայց լավ անցավ, չէ՞։ Լավ անցավ, բայց մի հատ քիչ է, էլի։ 40 րոպե համարյա խոսացինք, բայց 30 սկամերի մասին համարյա բան չխոսացինք։ Հա, բայց դա շատ կարևոր է։ Ես առաջարկում եմ, որ ուզում ես ասես բիրժաների լրիվ խոսացինք, այնքան տարբերություններ բաներ կարող լինի։